Երեք զանգել են տեքորս, փորձել են երեխաներին կանչել հարցազրույցի առանց իրավաբանների ներկայության եւ այնտեղ եղել է նաեւ ամուսինս ու նա փորձել է հետ պահել այդ ամեն ինչը, իմանալով, որ առանց փաստաբանների ներկայության մենք չպետք է ոչ մի ինտերվյու տալ, ոչ մի հարցազրույցի մասնակցել ու այս ամենը պարզ երևում է, որ կազմակերպված էր իրավապահ մարմինների կողմից, վետի ոստիկանների կողմից, որ ամեն ինչը շատ իդեալական կազմակերպված, որ հրահր են ամուսնուս, երեխաների հորեղբորը, որպեսզի կանչեն ոստիկանություն, ինչ-որ անախորժություն լինի ու ամուսնուս փակեն, տանեն, մի խոսքով այն ձևով, ոնց չեն փակել մանկապիղծներին։ Նրա ձեռքերը նույնիսկ կալանավորեցին, սենց փակեցին, տարան, իսկ Դավիթենց այդ ձևով չեն տարեն, նրանք ազատ իրենց քայլելով, իրենց ձևերով գնում էին։ Որ ժամեր էր ձեր ամուսինը։ Մոտավորապես առավոտյան 12-ին, կեսօրին։ Եկավ տուն եւ ես լսեցի ոնց է ոստիկանը, մանկական ոստիկանը նրան հայհոյում եւ ես լսեցի հենց այդ պահին, որ իմ ամուսինն ասեց այդում ես դու քրֆում ու ասեց տեղը տասա գալիս եմ, արա, հենց այսպես ու ոստիկանը երևի հենց իր տեղը ասում է ու ավտոն սենց արագի մեջ քշում գնում է։ Մի խոսքով ես հասկացա, որ արդեն այս ամեն ինչը բոլորը կազմակերպված էր, նրան հրահրում էին եւ իրանց ուզածին հասան։ Ձեզ ինչ-որ բան հայտնի է ինչ այնտեղ տեղի ունեցել, քանի որ հարևանները ասում են որ Հա, այգու մեջ 7 ոստիկան սպասել են իմ ամուսնուն եւ այնտեղ արդեն քաշքշուկը սկսվել է։ Իմ ամուսինն է հարվածել ոստիկանին, որովհետև նրան հայհոյել էր, ինչ որ պիտի պատասխան տար ոստիկանը, իսկ մնացածով արդեն հասել են ամուսնուս վրա, երևի այս քաշքշուկը սկսվել է։ Ամեն դեպքում ամբողջ վեդին տեսել է այդ ամենը, այդ իրավիճակը տեսել է։ Իմ պահանջներից մեկն այն է, որ այս ամբողջ ոստիկանական համակարգը վեդի այս թափթփուկներին բոլորին գործից հեռացնեն, որովհետև նրանք իրենց գործը նորմալ չգիտեն որ անեն, որովհետև նրանք չեն կարողանում այն մեղավորներին բաց թողել, հանցագործներին են բաց թողում։ Նրանք չգիտեն ինչպես ճիշտ աշխատել։ Նրանք նույնիսկ խոսելով ձև չգիտեն, տակտ չունեն։ Իմ տալի հանդեպ նույնիսկ արայով, աղջիով, ինչ որ շատ անպարկեշտ վարք ունեն։ Ես նրանց չեմ հարգում, ամբողջ վեդին չի հարգում, այստեղ ոստիկան չկա։ Նրանք ավելի շուտ իրենց պահում են ոնց կինը կպահի։ Ոչ տղամարդուն հարիր, ես կասեի։ Այստեղ ոստիկանություն չկա, թող նրանք ինձ էլ լսեն, որ հասկանան, որ ամբողջ վեդին նրանց ոստիկան չի համարում, նրանք տղամարդ չեն։